Հիմնականում մարդը ինչու է բարի գործում։ Երբ որ կյանքը իր իմաստ, երբ որ մարդկանց կարողանում է օգնել։ Հետաքրքիր բան կա, չէ՞։ Բայց ես մենք չենք նկատում։ Չենք նկատում, թե ինչքան կարևոր է մեր դերը կյանքում։ Այսինքն, էսի շատ կարևոր է։ Հասկանանք, որ եթե մենք կանք, եթե մենք շնչում ենք, արտաշնչում ենք, այսօր արեգակը մեզ վրա ծագեց, ուրեմն Աստված որոշել է, որ հենց մենք պիտի ապրենք։ Մենք անելիք ունենք այս կյանքում։ Մի հատ հետաքրքիր այսպիսի պատմություն կա։ Ծովում տեղատվություն է։ Այսինքն ծովը հետ է քաշվում, ծովային շատ աստղեր են մնում ավազի վրա։ Ու մի երեխա, որ այդ պահին ծովի ափով քայլում էր, սկսում է այդ աստղերը վերցնել, վազել, գցել ծովը, որ չսատկի։ Այդպես է մտածում այդ երեխան, բայց այդ ծովային աստղերը շատ էին։ Մի իմաստասեր, հա, մի փիլիսոփա, նույն ժամանակ կյանքի իմաստի մասին էր մտածում, արարչության մասին էր մտածում եւ ծովի ափով շրջում էր։ Եվ այդ իմաստասերը փիլիսոփան այդ երեխային հանդիպում է, որ ծովային աստղեր էր նետում նովի մեջ, ծովի մեջ։ Մոտենում այս երեխային ասում ինչ անիմաստ բան ես անում, դու փոքրիկ ես, այդ աստղերը շատ են, ծովը մեծ է, ինչքան աստղ դու կարող ես։ Երեխան ինչ է պատասխանում, ոչինչ չի պատասխանում։ Ես ուզում եմ աստղերը փրկել, ու լացում է։ Փիլիսոփան երեխային թողնում է ու շարունակում, մտածում է կյանքի իմաստի մասին։ Ու հայտնագործություն ասում։ Ես հասկացա, Տեր Աստված։ Ես հասկացա, թե ինչու ես դու ծովային աստղերը թողում ավազի վրա, որպեսզի երեխայի մեջ խիղճը արթնացնես։ Ես այդքան ծովային աստղեր զոհաբերվեցին մեկ երեխայի մեջ խիղճը արթնացնելու համար, որ երեխան խղճահարվի, խիղճը զգա, ցավը, կարեկցանքը զգա, թավակցությունը զգա արարչության հանդեպ։ Այդքան ծովային աստղեր արժե զոհաբերել մի երեխայի խիղճը արթնացնելու համար։ Հասկանում ես, արարչության ինչ որ մեջ կա գեղեցիկ, լավ։ Արարչությունը բացավ է դարանը։ Լեզուն պիտի մնաս, կարողանաս կարդալ։